Ողջույն հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր քննարկումները կապված Հայաստանի քաղաքական անցուդարձի հետ։ Քաղաքական իր վերլուծությամբ գերբանաբնակ մեր հայրենակից Արամ Մկրտչյանը մի քանի օր առաջ հայտնեց իր կարծիքը մեր եթերում։ Զրույցը նրա հետ շարունակվում է, այս անգամ ազգային դաշինք ձևավորելու քաղաքական գործընթացների մասին ենք զրուցելու։ Տեղեկացնեմ, որ Գերմանիայում արդեն մի քանի տարի ի նպաստ հայրենիքի գործում է համահայկական վերնախորհուրդը, որի անդամները, այդ թվում Արամ Մկրտչյանը, դեռ մայիսից կանխած գալով մոտալուտ վտանգները առաջարկում էին իրենց տարբերակը հայրենիքը դուրս բերելու ռուս-թուրքական ճիրաներից։ Ողջույն, պարոն Մկրտչյան։ Բարև ձեզ։ Ինչ օրակարգով է հանդես գալիս ազգային դաշինք ձևավորած ձեր թիմը եւ եթե նշում եք, որ տարիներ շարունակ հայրս բոլոր ոլորտներում ձախողել ենք մեր հնարավորությունները ու այսօր, երբ կարելի ասել կամակատարի դերում ենք, կցանկանամ մանրամասներ ներկայացնեք հռչակագրից, որը հրապարակվել էր մայիսից ու այսօր նորից քայլեր եք ձեռնարկել վերջինիս ընթացք տալու համար։ Ուրեմն առաջին մոդելը դա դիագնոստիկայի մոդելն է, որը որ օգտվում են բոլորը, որ կդիմես որևէ մեկ հարցով, առաջերտին արվում է դիագնոստիկա, ախտորոշում հայերեն, չէ՞, ախտորոշում։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ ձեր մոտեցումներն ու քարտեզագրված որոշակի ապացույցներ ունեք ներկայացնելու հանրությանը ու քանի որ Ադրբեջանը այս պահին արագացված գործընթացով Հայաստանի սահմաններն է սողոսկում։ Պատերազմը սկսելուց առաջ դեռ ամիսներ առաջ հունիսի 24-ին ես Ռուսաստանի Դաշնությանը փոխանցել եմ մեր առաջարկությունը հասկանալու որ մենք մտնում ենք պատերազմական գոտի, փոխանցել եմ փաթեթը։ Նախորդ թողարկմանը անդրադարձանք Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը, երբ դեռ մանրամասներ հայտնի չէին հանդիպումից, ձեր տեսակետն արտահայտեցիք, թե սովորական ձևաչափով հանդիպում է լինելու, այսօր նույն կարծիքին եք, թե ոչ եւ ինչ դիրքերում էր Հայաստանը եռակողմ հանդիպման ժամանակ։ Ինձ հարցրեցիք, ես ասացի դա կլինի սովորական հանդիպում, ես որևէ ակնկալիք չունեմ այդ հանդիպումներից, ինչը ցույց տվեց, որ որևէ արտառոց բան տեղի չունեցավ եւ չէր կարող ունենալ։ Այնինչ որ արտառոց տեղի ունեցել է, դա տեղի ունեցել նոյեմբերի 9-ին։ Դրանից հետո բոլոր քայլերը պետք է սպասարկեն նոյեմբերի 9-ը։ Իրանը պետք է ակտիվացներ իր գործունեությունը Հայաստանում։ Դա չի արել։ Մենք ասում ենք Իրանը մեր եղբայրական ժողովուրդն է, ու մենք 5000 տարի ապրել ենք։ Ինքը այդպես է։ Ապրել ենք եղբայրական ժողովուրդ։ Հիմա եղբայրական ժողովուրդների հարաբերությունները կրիտիկական պահերին են դառնում ավելի հասկանալի։ Դուք ինչքան եք եղբայր ազգային բլոկի կամ ազգային դաշինք ձևավորելու ձևաչափը իրականացնելու համար, ապա ուժեր կլինեն, որոնց հարկավոր կլինի հրավիրել եւ այստեղ շատ խիստ քննարկումներ իրականացնել, ստիպել, որպեսզի շատ པարզ ձևով ներկայացնեն կողմերը Հայաստան պետության տեսլականը նրա ապագայի մեջ, այլ ոչ թե հետևանքային մասով։ Այսքան են կողմից, շնորհակալ եմ։ Հաջողություն։ Հարգելի հետևորդներ, մեզ կարող եք հետևել armnews.online.am կայքի միջոցով, նաև բաժանորդագրվել YouTube-յան ալիքին։ Մնացեք խաղաղությամբ։